միշտ փակեն հակամարտության էջը իրենց ճակերտավոր ճշմարտությամբ կամ արդարությամբ, դատելով նաև մեր ղեկավարներին եւ մեր ռազմագերիներին կամ մեր քաղաքացիական անձանց ներկայացուցիչներին այնտեղ։ Զուտ նրա համար, որ նրանք հայ են եւ այն բանի համար, որ նրանք ճակերտավոր կերպով համարձակվել են պայքարել իրենց եւ մեր բոլորի իրավունքների ու ազատությունների համար։ Եվ մեկ այլ ընդգծում, որ իմ կարծիքով Ռուբեն Վարդանյանի խոսքը նաև սթափ էր իր անձնական որոշման տեսանկյունից, արժե համակարգային հենքը հստակ էր, սկզբունքային պայքարը հստակ էր, բայց գոնե ես այդ տողերում կարդացի ողջամտություն, կարդացի հույս եւ պայքարը շարունակելու մղում, եւ սա ինձ հույս է տալիս, որ նա ինչ որ մի պահի հացադուլը կդադարեցնի եւ պատրաստ կլինի երկարաժամկետ պայքարի։ Շնորհակալություն, խնդրեմ դուք։ Շնորհակալություն, ես էլ կանդրադառնամ հենց ձեր կողմից մեջբերված հատվածին, պետք է նշեմ, որ մենք ի սկզբանե նշում էինք գործընկերների հետ միասին, որ նշված դատավարությունները ոչ թե կոնկրետ անձանց կամ ոչ միայն կոնկրետ անձանց նկատմամբ դատավարություններ էր ու հստակ մոտեցում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ու չէին թաքցնում իրականում մինչ օրս էլ չեն թաքցնում, որ սա ընդամենը բեմադրություն է, որը թույլ է տալիս լեգիտիմացնելու իրենց հատկապես վերջին տարիներին կատարված հանցագործությունները, արդարացնելով կամ իրենց թվում է արդարացնելով միջազգային հատկապես հանրության առջև իրենց կողմից կատարված եւ պատերազմական հանցագործությունները եւ ապօրինի ուժի կիրառումը եւ մնացած այլ գործողությունները, այդ թվում նաեւ էթնիկ զտումը, Արցախահայության ըստ էության ընդամենը պատրվակ է, որ օգտագործում են իրենց համար բախտի բերմամբ կարողացել են գերեվարել կամ ազատություն զրկել այն անձանց, որոնք որ նշանակալից գործունեություն են ծավալել Արցախի կայացման եւ գործունեության ժամանակահատվածում եւ դա օգտագործում են, որպիսի ոչ միայն պատժեն այդ անձանց, այլ նաեւ իրոք իրենք այդպես էլ ասում են, որ այս դատավարությունը Հայաստանի Հանրապետության որպես պետություն պատասխանատվության ենթարկելու, ապացույցներ հավաքագրելու, հրապարակային ներկայացնելու աշխարհին, ցուցադրությունը, դատաստանը, ըստ էության ավելին իրենք շարունակաբար ու շատ ակտիվորեն փորձում են օգտագործել այդ ինֆո պատրվակը, որպեսզի շարունակեն իրենց պատումի տարածումը, ըստ էության պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունն է հարձակվել որպես պետություն, ոչ թե աջակցել է օրինակ Արցախահայության ջանքերին, ինքնորոշման եւ այլն, որ ոչ միայն օկուպացիա է կատարել ցեղասպանություն եւ դաշնագույն պատերազմական հանցագործություններ, ավելին ասեմ, ամեն անգամ, ամեն դատավարությունից հետո ավելանում են հրապարակային ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հնչեցվող հայտարարությունները, որոնցում նշում են, որ սա ոչ միայն Հայաստանի դեմ հավաքագրվող ապացույցների դատավարությունը, որտեղ որ կորզում են ինչ-որ ցուցմունքներ կամ ընտրովի ներկայացնում են դրանք աշխարհին, որ ինչ-որ բանում խոստովանում են կամ հաստատում են ինչ-որ փաստեր մարդիկ, այլ նաև նախկին եւ ներկա բարձրաստիճան Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հավաքագրվող ապացույց է եւ վերջին շրջանում Հայաստանի կառավարության կողմից որոշակի հրապարակային հայտարարությունները հաշվի առնելով իրենք դա փորձում են ցուցադրել, որ սկսել են անհանգստանալ, փորձում են խուսափել պատասխանատվությունից, դրա համար իսատար են կանգնում կամ փորձում են հնչեցնել հնարավոր խախտումների մասին հայտարարություններ ըստ էության։ Կարևոր է, կրկնում եմ, սա ընդհանրապես փորձ է լեգիտիմացնելու իրենց ապօրինությունները։ Շնորհակալություն, ինչպես նշեցի, Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը նշել էր որոշ գործողություններ, թվարկել թե ինչ եւ ինչպես են արել այլ կառավարությունները օտարերկրյա պատանների ազատ արձակման համար, ընդգծելով միաժամանակ, որ Հայաստանը չի արել այդ տարրական գործողություններից եւ ոչ մեկը Ադրբեջանում պահվող հայ պատանների համար։ Կխնդրեմ նախ ներկայացնեք, իհարկե, եթե հարկ է, մի քանի կետեր ես կառանձնացնեմ, ինչ է ընդգծել, փաստաբանը
Այդուհանդերձ ձեր գնահատականը Հայաստանի իշխանությունները, Հայաստանի կառավարությունը ինչ կարող էր այս ժամանակահատվածում անել, ինչ իրավական գործիքներ եւ ոչ միայն իրավական, գործիքներ կարող էր օգտագործել եւ չի օգտագործել, եւ մասնավորապես ժամանակահատվածը հետաքրքիր է կար առավելագույն, այսպես ձեռնտու ժամանակահատված, որ կարող էր այդ գործիքները կիրառել, բայց չի կիրառել, խնդրեմ։ Պարոն Բեգլայան։ Իրականում այո,